Հաճախ ենք խոսում, որ գիրանցը կարող է դիտարկվել որպես մեր իրական անկախության սիմվոլներից մեկը, բայց ես կարծում եմ լավագույն սիմվոլներից մեկը կարող է լինել ոսկեպարի եկեղեցին։ Պարոն Դանիելյան, հիշել ենք ձեզ մեր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ, երբ որ ոչ միայն ոսկեպարի եկեղեցում էինք, ինքը տեղում էր, այն է, որ հասնելիս ոսկեպարի եկեղեցի, անցնելով օրինակ ոսկեպարի մոտով Վաղանիսի, մենք տեսնում ենք հարյուրավոր կառուցվող տներ, ոսկեպարում մասնավորապես 56-ը, Վաղանիսում 59, այսինքն 0-ից կառուցվում են թաղամասեր, եւ սա մի բան էի ցույց դնում։ Սիրելի ընդդիմություն, դուք պարտվել եք արդեն այս պահին։ Ընտրությունները չսկսված պարտվել եք, որովհետև քաղաքացիները խաղաղություն կառուցում են մեզ հետ։ Մենք բանակցում ենք, քաղաքացիները կառուցում են տներ, թաղամասեր։ Ուզում եք հազարավոր անգամ կրկնեք, որ սա խաղաղություն չի, հրադադար է։ Քաղաքացին չի հավատում։ Պարոն Դանիելյան, վերադարձել եք ոսկեպար, այդ մարդկանց հետ խոսել եք։ Ինչ երեսով, ես զարմանում եմ։ Սիրելի քաղաքացիներ, այսօր EVN Report-ը հրապարակեց հերթական հարցումները, որոնք ինձ համար նորություն չէին, զարմանալի չէին, որովհետև մենք չենք կտրվում իրականությունից։ Եվ սիրելի քաղաքացիներ, մեր վարկանիշը 3 անգամ ընդդիմության վարկանիշը միասին վերցրած ավելին է։ Սա մի բան է նշանակում։ Երբ ես ասեմ դուք պարտվել եք, սա նրա մասին է նաև, որ դուք փողոցային պայքար գեներացնել չեք կարողանում, որովհետև անընդհատ ստելով, վախը փորձելով դարձնել քաղաքական կապիտալ, դուք չեք կարող այսպես հավերժ, այդ ոճը հավերժ չի կարող լինել։ Մեկ անգամ վախեցրիք, հիշում եմ, ԱԺ-ի դիմաց ցույցեր, ինչ որ մի կեղծ փաստաթուղթ էի շրջանառել, իբր մենք Սյունիքն ենք տալիս, Սյունիքը դեմիլիզացվում է, հալավ մի անգամ վախից դուրս եկան փողոց, ոսկեպարը, Կիրանցը, հալավ իչքան, մեր քաղաքացիները մեր շփումների ժամանակ որպես մեծագույն ձեռքբերում նշում են խաղաղությունը։ Ու դա այդպես է։ 1000 անգամ ասեք խաղաղություն չի, հրադադար է, չեն հավատում։ Եվ չեն հավատում, դրա համար կառուցում են։ Եթե մի գրամ անգամ կասկած լիներ, որ դուք կարող եք մի քիչ ճշմարիտ լինեք, դա տեղի չէր ունենա։ Եվ ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին այս համագործակցության համար, որովհետև խաղաղությունը անհնար կլիներ առանց մեր քաղաքացիների հետ մեր ամենօրյա աշխատանքի, համագործակցության, վստահության քվեի։ Եվ ես նկատում եմ, որ արտախորհրդանական ուժերից մի քանիսը կողմնորոշվել են եւ առաջ են տանում սոցիալական հարցերը, որովհետեւ արտաքին հարցերում նրանք ավելի լավ առաջարկ չունեն, դուք էլ չունեք, դրա համար այսօր էլ երեգել այս ամբիոնից խոսում եք բացառապես սոցիալական հարցերից, իսկ դրանք կշտկվեն, ինչպես բարձրացրինք թոշակը, արեցինք ապահովագրությունը, խաղաղությունը միջավայր է, որտեղ դրանք շարունակական բնույթ են ունենում։ Հակոբ Ասլանյան, Բական ծնված երիտասարդներին եւ կապ չունի այս պահին քննարկվող հարցի հետ, պարոն Ավետիսյան, որովհետեւ այդ հարցի հետ կապված ես իմ կարծիքը ասացի։ Ուրեմն մի քանի օր առաջ ես խնդրում եմ ուշադիր լսել բոլոր այն բառերը, որոնք ես օգտագործում եմ։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանրային տրանսպորտում բանավեճ է ունեցել քաղաքացու հետ։ Գուցե էմոցիոնալ, չեմ մտնում այդ դաշտ, էմոցիոնալ եղել, էմոցիոնալ չի եղել եւ այլն։ Այո, գուցե էմոցիոնալ։ Եվ դրանից հետո մի աղմուկ աղաղակ է բարձրանում, մարդիկ իրենց կարծիքներն են տարբեր շրջանակներ հայտնում եւ մասնավորապես մեր խորհրդարանական ընդդիմության երկու պատգամավոր Տիկին Գրիգորյանը եւ Տիկին Խամոյանը, ափսոս այստեղ չեն, ես կուզենայի նրանց այստեղ տեսնել, նստած, ներողություն, Տիկին Գրիգորյանն այստեղ է, նստած քննարկում են Ռոբերտ Քոչարյանի հետ այս հարցը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը իր կարծիքն է հայտնում, ասելով, որ այդ մարդը չունի հայկականության կոդ, մի քիչ չեմ կարող ճիշտ արտաբերել ինչ էր, երևի նկատի ուներ հայկական երևի դաստիարակության, շնորհակալություն պարոն Մինասյան, ես այս նույն հարցը, ինչ քիչ առաջ պարոն Ավետիսյանին տվեցի, ուզում եմ տալ իմ գործընկերներին, դուք դիսկոմֆորտ չեք զգում այդ ժամանակ, դուք չեք ուզում հարցնել, որ օրինակ երբ ոչ թե
քաղաքական բանավեճ էր տեղի ունենում, օրինակ եմ ասում, քաղաքացու հետ եւ դա էմոցիոնալ էր բան, այլ ընդամենը մի քաղաքացի որոշել էր ողջունել նախագահին սրճարանում, շնորհակալություն դասընկեր, ես դա չգիտեի, ողջունել եւ այն էլ ուղղակի մի քիչ ավելի կենցաղավարի, ասելով «Պրիվետ Ռոբ», գուցե դա ասվել էր, որպեսզի ավելի հասկանալի լիներ, որ դա ողջույն է, ես չգիտեմ ինչեր այդպես արվել, բայց այդ մարդը այլևս կյանքից զրկված է։ Եվ ես ուզում եմ հասկանալ, դուք դիսկոմֆորտ չեք զգում, երբ քննարկում եք մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց եւ հարց չեք տալիս։ Ես գիտեմ, որ դուք ձեր վերլուծական միտքը վստահ եմ։ Պետք է որ թույլ տա այդ հարցերը ձեր մեջ ծագելու։ Բայց թույլ չի տալիս։ Եվ ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է, որ ինքը մենք ձեզ հետ ենք, թե ինչ էսպիսի մի բան էր, ում հետ եք։ Բա այդ որ այդ մարդը գնաց սրճարանում ու չվերադարձավ, սրճարանում զուգարան գնաց ու չվերադարձավ։ Այդ ժամանակ ում հետ էիք դուք։ Թե ձեզ ողջունել չի կարելի։ Իմանանք ուղղակի։ Ես ուզում եմ հասկանալ, էլի ինչի դուք այս հարցերը չեք բարձրաձայնում։ Ինչի չեք հարցնում մի անգամ, լավ, հանրային չան հենց։ Կարող է քաղաքական աբյուզի եք ենթարկվում եւ չեք կարողանում ուղղակի խոսքի մակարդակում դա բերել, սենց արեք, ժողովուրդ։ Կօգնենք։ Ընդհանրապես ես ձեզ առաջարկում եմ, երբ որևէ հարց քննարկում եք, ձեր շուրջը նայեք, որովհետև այո, դուք կարող եք որպես քաղաքացի մարդու իրավունքի հետ կապված ինչ որ հարց ունենալ, մտքեր ունենալ, բայց ձեր տեղը ձեզ թույլ չի տալիս դրա մասին խոսել։ Ձեր տեղը ձեզ խանգարում է դրա մասին խոսել։ Եթե նույնիսկ մի բան էլ ասեմ, հա, անդրադարձել էին, որ հերոսի բանա, հերոսի զավակ է, ինչպես կարելի է, լավ, ինքը հերոսի զավակ է, ինքը հերոս չի։ Բայց նույնիսկ եթե այդ տեսանկյունից եք ուզում հարցին նայել, մի հատ էլ բան եք անում, հղում եք անում դրան։ Վազգեն Սարգսյանի անունը ոնց կարողացել եք օգտագործել եք քաղաքական հարմարավետությամբ, ոնց հարմարացրել եք օգտագործել եք, սպառել եք ամբողջությամբ։ Երբ Վազգեն Սարգսյանի մայրը Գրետա Մայրիկը այնտեղ նստած էր, այդ ուր էիք։ Թե հենց պետք է օգտագործել, հերոսանալ դրանով օգտագործում եք, երբ պետք չի մոռանում եք։ Ժորժ ջան, ես ինչի եմ ելույթս նվիրել 2008 թվականի ծնվածներին, որովհետև սրանք բաներ են, որոնք մեր երիտասարդները գուցե տեղյակ չեն։ Գուցե այս պահին իրանք TikTok-ում, որտեղ դուք սիրում եք այնտեղ լինել, հայտնվում են ինչ-որ բաներով, թեզեր են հայտնվում, տենց կիսատ պռատ, որ մենք հերոս ենք, մենք էս ինչ ենք, մենք Վազգեն Սարգսյանը, դուք ձեզ մի ծածկեք ոչ մի բանով։